Աստվածաշունչը մեզ քաջալերում և տալիս է հույս ու վստահություն։ Շնորհակալ լինենք Աստծուն այդ պարգևի համար։ Սիրելի Աստված, քո հանդեպ իմ հույսը հաստատ է ու ապահով, ոչ թե այն պատճառով, որ հավատքս է ամուր, այլ որ դու ես հավատարիմ քո խոստումները կատարելու մեջ։ Ամեն։ Եթե Քրիստոսի տված խաղաղությունն ունես քո մեջ, փոխանցիր այն ուրիշներին։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ իմ կյանքում ունեցածդ անխափան խաղաղության համար։ Ամեն։ Ինչ ունենք, որ Աստված կարող է օգտագործել։ Դա կօգնի մեզ մտածելու, թե Նա ինչ կարող է անել մեզ համար։ Հայր, քեզ հետ ես ոչ մի բանի պակաս չունեմ, անկախ իրավիճակներից։ Ամեն։ Երբ մեր կյանքը դառնա մշուշոտ ու շփոթելի, մեր դիմագրաված բոլոր հարցերի համար վստահենք Աստծուն։ Սիրելի Հայր, աշխարհն այսօր մշուշապատ է երևում, ուստի օգնիր, որ միտքս ուղղեմ քեզ վրա, որին վստահում եմ հավիտյան։ Ամեն։ Աստված մեզանից յուրաքանչյուրին տվել է որոշակի կարողություններ ու հմտություններ։ Օգտագործենք դրանք մարդկանց կարիքները հոգալու համար։ Սիրելի Հիսուս, խնդրում եմ օգնիր ինձ սիրով և կարեկցությամբ արձագանքելու ուրիշների կարիքներին։ Ամեն։ Աստվածային ստեղծագործությունը մղում է գովաբանելու մեր Արարչին և տեսնելու Նրան իր ստեղծագործության մեջ։ Սիրելի Հայր, շնորհակալություն քեզ քո արարչագործության մեջ քո մասին բազում հիշեցումների համար։ Շնորհակալություն նաև փշերի մեջ եղած գեղեցկության համար։ Ամեն։ Մեր կյանքի որոշ ուղիներում Քրիստոսի մաքրագործող լույսի կարիքն ենք ունենում։ Ուստի որոնենք նրա լույսը և հրաժարվենք մեզ գայթակղող քարերից։ Սիրելի Հիսուս, խավարով լի աշխարհում քո ճշմարիտ լույսը փայլեցրու իմ սրտում ու իմ ճամփին։ Ամեն։ Չմերժենք ընդունել Աստծո տված իմաստությունը և սովորենք նրա նախազգուշացումներից։ Սիրելի Հայր, խնդրում եմ օգնիր ինձ, որ լսեմ քեզ ու հեռանամ վտանգից։ Ամեն։ Դժվարություններն ու անորոշությունները միշտ էլ կլինեն մեր կյանքում, բայց կարևորը մեզ համար Աստծուն հանձնվելն է։ Սիրելի Հայր, խնդրում եմ օգնիր ինձ, որ այսօր ազատորեն հանձնվեմ քեզ և զգամ քո կյանքն ու խաղաղությունը։ Ամեն։ Աստվածաշնչի պատգամը հստակ է։ Հիսուսի միջոցով մենք ունենք ներում և շատերս ունենք այդ պատգամի կարիքը։ Սիրելի Հայր, սիրտս ուրախանում է, որ դու այնքան սիրեցիր աշխարհը, որ ուղարկեցիր քո որդուն։ Ամեն։ Կյանքում մեր դիմագրաված դժվարությունները ստիպում են մտածել, թե ամեն ինչ կորցրել ենք։
Սակայն Աստված կարող է մեզ դուրս հանել մոխիրներից, տալով նոր հույս։ Սիրելի Հիսուս, խնդրում եմ կյանքիս մոխիրը վերածիր գեղեցկության։ Ամեն։ Աստծո խոսքից մոտ ենք կենդանի վեմին, որ թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծո առաջ ընտրյալ է ու պատվական։ Առաջին Պետրոս 2:4 Տես Տեր Հիսուսի իսկական արժեքը և նրան վստահելու օրհնությունները փոխանցիր ուրիշներին։ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ Քեզ հնազանդ կյանքով ապրելուդ համար, այն օգնում է, որ ես էլ դառնամ Աստծո ընտանիքի մի մասը։ Ամեն։ Աստծո խոսքից քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին։ Սաղմոս 9:10 Մեր դիմագրաված ծանր իրավիճակներում Աստված ցույց է տալիս իր սերն ու հավատարմությունը։ Հետևաբար, մենք կարող ենք վստահել իրեն։ Սիրելի Հայր, դու միշտ հավատարիմ ես, օգնիր ինձ, որ վստահեմ Քեզ։ Թող դժվարություններն ինձ ավելի մոտեցնեն Քեզ։ Ամեն։ Աստծո խոսքից ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ Սաղմոս 61:4 Պաշտպանելու համար Աստված իր հոգու թևերը տարածում է մեզ վրա, ուստի արժե բոլոր պարագաներում նրան ապավինել։ Սիրելի Հայր, շնորհակալ եմ Քեզ իմ հանդեպ Քո մեծ ու պահպանիչ սիրո համար։ Օգնիր ինձ ապահով հանգստանալ Քո քնքուշ խնամքի ներքո։ Ամեն։